1991 թվականին հայ կինոյի և թատրոնի նահապետը Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց համազգային թատրոնը։ 35 տարի առաջ նրա կողքին էին Հրաչյա Գասպարյանը, Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյանո Վենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը։ Հետագայում նրանց սաներն ու այլ տաղանդավոր դերասաններ ևս միացան համազգայինի մեծ ընտանիքին։ Համազգային թատրոնը բարձր մշակույթ էր սփռում գրողների տան, ժուրնալիստների միության, ապա նաև թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճներից։ 2003 թվականին թատրոնին շնորհվեց պետական կարգավիճակ։ Համազգային թատրոնն էլ 20 տարեկան է, շենք չունի։ Ես բոլոր նախագահներին, բոլոր քաղաքապետերին դիմել եմ, գլխավոր ճարտարապետին։ Հայաստանում թատերական շենք ոչ մի անգամ չի կառուցվել։ Թատրոնը շատ մեծ վիթխարի դեր ունի խաղալու մեր հասարակության կյանքում, վիթխարի դեր ունի խաղալու պետականությունը կառուցելու գործում, վիթխարի դեր ունի խաղալու մատաղ սերունդին և ոչ միայն դաստիարակելու գործում։ Սասուն ջան, մի հատ կազմակերպեք արանքներից այդ աղբը հանեք։ Երկար տարիների սպասումից հետո համազգային թատրոնն այսօր սեփական շենքն ունի ու սեփական հարկի ներքո այսօր առաջին անգամ ընդունելու է սիրելի հանդիսատեսին։ Այսօր պատմական օր է, քանի որ մենք բացում ենք թատրոն, թատրոնի շենք, նորակառույց շենք եւ մեծ ակնկալիքով եւ մեծ գործունեության սկիզբ ենք դնում այս ուրեմն տանիքի ներքո։ Թատրոնի բացումը բնականաբար ոչ միայն թատերական ոլորտի գործն է կամ ոչ միայն թատերական ոլորտի ուրախությունն է, այլ մեր ամբողջ հասարակության եւ ամբողջ մեր երկրի, քանի որ թատրոն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կամ կրթական օջախներ բացելով մենք մեր երկիրն ենք զարգացնում, մենք մեր պետությունն ենք ամրապնդում։ Թատրոնի շենքի կառուցման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 275 միլիոն դրամ, 205 միլիոնը գույքի և սարքավորումների ձեռքբերման, 70 միլիոնը շինարարության համար։ Գործակցել են նաև մասնավորի հետ։ Նոր շենքում միանգամից 3 պրեմիերայով կներկայանան։ Վարագույրն առաջին անգամ հանդիսատեսի առջև կբացվի Մորիս Մետերլինքի Սուրբ Անտոնիոսի հրաշքը ներկայացման առաջնախաղով։ Ներկայացումը թատրոնի մասին է եւ ուզում ենք պատմենք, թե ինչ հրաշք է թատրոնը։ Արչեվում ունենք ամենամեծ մեր թագուպսակ ներկայացումը Սիմոն Աբգարյանի Պենելոպեն, որը նույնպես փետրվարին է լինելու, եւ Քարը Երվանդ Քոչարի ստեղծագործությունների հիման վրա Անդրանիկ Միքայելյանի բեմադրությունը եւ Սիմոն Աբգարյանի Պենելոպեն, որին անհամբեր ենք սպասում։ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դահլիճն ազատելուց հետո այս թատերաշրջանում համազգայինցիներն այցելել են մարզեր, նաև մասնակցել միջազգային փառատոների։ Այս ընթացքում նրանց խաղը դիտել է ավելի քան 200,000 հանդիսատես։ Մի քանի ամիս չունեինք շենք, բայց իրոք դա համահունչ եղավ մեր առաքելությանը, համազգային կոչվածին, որ մենք իրոք գնացինք այն վայրեր, որտեղ որ հանրությունը չէր կարող ինքը գազ մեզ մոտ։ Մենք եղել ենք Մեղրիում, մենք եղել ենք Բերդում, մենք եղել ենք Կապանում, Սիսիանում, մենք ամենուր ենք եղել, բայց դա շենքի առկայությամբ չի սահմանափակվելու։ Մենք միևնույնն է շարունակելու ենք այդ գործունեությունը։ Երկար դեգերումներից հետո համազգայինցիները վերջապես սեփական տանիքն ունեն։ Կուզեին Սոս Սարգսյանն էլ տեսներ։ Ես միայն սպասում էի իմ ու ձեր հանդիպմանը, իմ ու իմ թատրոնի հանդիպմանը։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։